Կարող են լինել նաև խնդիրներ, օրինակ հաշվիչ սարքերի ոչ պատշաճ աշխատանքի, տեխնիկական թերությունների հետ, որոնց հետևանքով էներգիայի ծախսի սխալ հաշվարկ կարող է լինել և սպառողին ներկայացվի սխալ հաշիվ ամսական ծախսի վերաբերյալ։ Ինչ անել տվյալ պարագայում։ Նշեմ, որ սպառողի փաստացի ծախսած էլեկտրական էներգիայի քանակը, որը որոշվել է հաշվիչ սարքերով, թույլատրվում է վերահաշվարկել հետևյալ դեպքերում։ Երբ բաշխողի կողմից կատարվող պլանային կամ արտապլանային ստուգումների ժամանակ հայտնաբերվում է առևտրային հաշվիչի, դրա ուրվակի խախտումներ, որը կարող է հանգեցնել ծախսված էլեկտրական էներգիայի հաշվարկի խախտման։ Երբ առևտրային հաշվիչի պլանային փոխարինման և ստուգաչափման ժամանակ հայտնաբերվում են դրա աշխատանքի հրաժարումներ, երբ սպառողի դիմումի համաձայն կատարվող առևտրային հաշվիչի ստուգումների ժամանակ հայտնաբերվում են սպառողի էլեկտրամատակարարման առևտրային հաշվարկի սարքի տարրերի հրաժարումներ, որոնք կարող են հանգեցնել ծախսված էլեկտրական էներգիայի հաշվարկի խախտման, երբ բաշխողի ստուգայցերի ժամանակ հայտնաբերվել է սպառողի կողմից ապօրինի սպառում։